նախարար դպրոցի տնօրենի հեռացման հարց քննարկվում է, թե ոչ, քանի որ նաև մարզպետարանից էին այդ թեմային անդրադարձել եւ նշել, որ քննարկում է եւ կոնկրետ այս դեպքով ինչ Ես ձեզ շատ կոնկրետ կպատասխանեմ։ Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է եւ պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձիկ, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Նշանակ դիրքորոշումն է, որը ես չեմ պատրաստվում քննարկել եւ ես այս դիրքորոշումը փոխանցել եմ նաեւ մարզպետին։ Ավեցան տվյալներ էր հրապարակել, որ չի ուզում, որպեսզի երեխաները գնան դպրոց, հա, կբացատրեք ինչի մասին է խոսքը, այսինքն ուսումնասիրություններ կան, թե ոչ է դա։ Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս հարցին եւ վերջերս էլ մի թեմա կար, որի շուրջ տարբեր նաեւ հանրային արձագանք եղավ, խոսքը վերաբերում է մասնավորապես օրինակ երեխաների առաջին դասարան գնալու գործընթացին, կան ծնողներ, որոնք գտնում են, որ իրենց երեխաները դեռ պատրաստ չեն, որպեսզի դպրոց գնան եւ կարծում են, որ իրենց երեխաները օրինակ պետք է ոչ թե 6 տարեկանից հաճախեն, այլ 7 Ի վերջո Ճակում հայտնվել ինչն էր եղել երեխաների բողոքի պատճառը։ Եվ սա հետևանքավոր է պատճառները ավելի խորն են, ավելի բազմաշերտ են, ներեցեք մի դիտարկում էլ, այո, յուրաքանչյուրս երեխա ունենք եւ մենք ենք մեր երեխաներին սովորեցնում, որ ինչպեսին էլ ուսուցիչը լինի, պետք է նրա նկատմամբ հարգանք դրսի, երկու տարակարգ ունի։ Հասկանալի է, որ նրա գիտելիքները ստուգվել են, բայց արդյոք ստուգվել է նրա մանկավարժական մոտեցումը։ Նայեք, որ նախարարությունը այս դեպքի առնչությամբ հաղորդագրություն տարածեց, որտեղ հենց ինքներս նշել էինք, որ իրականում այստեղ գործ ունենք բազմաշերտ եւ տարբեր բաղադրիչներ ունեցող պրոցեսին։ Ու ելի եմ կրկնում միտքս, երբ որ նման դեպքեր են լինում, դա երբեք մի օրվա, մի միջադեպի դրսևորում չի։ Սա վկայում է այն մասին, որ դպրոցում եղել են խնդիրներ, որոնք այդ օրը արտացոլվել են այդ ձևաչափով։ Եվ այսօր մեր ամենակարևոր հարցն է հասկանալ ինչպես է ունեցել, որ նման իրավիճակը հնարավոր է դարձել, որտեղ նման իրավիճակները հնարավոր են լինում ժամանակին ճիշտ չեն արձագանքում խնդիրներին։ Եթե ժամանակին բոլոր օղակները իրենց աշխատանքը անեն պատշաճ ու բավարար, ելի կարող են մնալ խնդիրներ, որովհետև ընդհանուր առմամբ երբ աշխատանքային միջավայր խնդիրներ միշտ կարող են լինել, բայց դրանք չեն կարող այսպիսի դրսևորումներ ունենալ։ Սա նաև կոմունիկացիայի պակասի, սա նաև ոչ բավարար միմյանց հետ խոսելու եւ հաղորդակցվելու ոչ բավարար աշխատանքի ծնողների կողմից իրենց ուրեմն ներկայացվածության ու մասնակցության ոչ բավարար իմացության եւ բազմաթիվ խնդիրների արտացոլում է։ Ես նաև հիշեցնեմ, որ նախարարության հաղորդագրության մեջ մենք ֆիքսել էինք, որ դպրոց դիտարկման գոտում հիմա մենք կոնկրետ գտնվում ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշման հարցում։ Պիտի հիշեցնեմ, որ դպրոցը մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոց է, նշանակումը պետք է արվի մարզպետի կողմից, բայց մենք համատեղ քննարկում ենք ժամանակավոր պաշտոնակատարի հարցը, որտեղ ակնհայտ է, որ այստեղ պետք է ունենանք բավարար փորձառու եւ հմտություն ունեցող անձ, որ կկարողանա տեղում նաեւ Մենակ ժամանակավոր պաշտոնակատարը չի, այստեղ կաշխատեն տարբեր մարմիններ, բնականաբար որպես աշխատակազմը, բայց այս դպրոցում մենք կարծում ենք, որ թե տեսչական մարմնի, թե հանրապետական մանկահրաժարահոգեբանական կենտրոնի եւ թե նաեւ այլ մարմինները պետք է լինի, որպեսզի բոլոր խնդիրների բոլոր շերտերը բացահայտվեն եւ դրանց ճիշտ արձագանք տրվի։ Մի բան, ինչը այս առումով մեր ժամանակ է տալիս, դա առաջիկա ամառային արձակուրդներն են եւ կարծում եմ, որ դա բավարար ժամանակ է, որպեսզի խնդիրները վերլուծվեն, ճիշտ հասցեագրվեն եւ կարծում եմ, որ նոր ուսումնական տարում այս դպրոցը արդեն որովին այլ միջավայրում առողջ, անվտանգ, ապահով, որտեղ թե ուսուցիչը, թե աշակերտը իրեն պաշտպանված է զգում եւ կարողանում է կրթության գործին ամենակարևորը ուշադրություն դարձնել, այս ձևաչափով Կապակցության ուսուցչուհին կշարունակի մնալ Մերձավանի դպրոցում աշխատելու, թե այդուհանդերձ մթնոլորտը, որը ստեղծվել է շուրջը հաշվի առնելով կտեղափոխվի։ Ես կարևոր է ուսուցիչ, չպետք է իր աշխատանքի շարունակությունը չապահովի միայն այն պատճառով, որ այդտեղ
եւ չեն ստեղծում պայմաններ աշխատելու։ Այս դեպքը այս ձևաչափով պետք է բացառվի։ Մնացածը յուրաքանչյուրն ազատ է իր աշխատանքվայրի ընտրության հարցում եւ ինչ բայց մենք որպես նախարարություն եւ բոլոր պատկան մարմինները պիտի ապահովեն։ Ամենակարևոր հարցը այն է, որ ուսուցիչը դպրոցում պետք է իրեն պաշտպանված զգա եւ ցանկացած հարց պետք է կարգավորվի այնպես, որ անկախ նրանից թե ինչ խնդիր է եղել, սա խնդրի լուծման եղանակ չէ։